երբ արդեն հայտնվել էի բանտում, տասնյակ տարիներ պայքարել ենք, որպեսզի իշխանությունները մեզ տան կրթվելու հնարավորություն։ Երազանքները եւ նպատակների իրագործումը, ինչպես նաեւ ցանկացած հաջողություն հնարավոր է միայն ազատության շնորհիվ։ Հայտնվում ես անազատության մեջ, հասկանում ես ինչքան բան ես կորցրել, ինչքան անկատար երազանքներ են մնացել։ Իմ անձնական փորձառությունը ինձ ցույց է տվել, որ մարդ չի կարող լինել ազատանկան ժամանակ, քանի դեռ չի սկսել փնտրել եւ ճանաչել Աստծուն։ Ըստ ինձ ազատությունը ամենակարևոր բանը պետք է լինի մարդու համար, եթե նա գնահատում է իր կյանքում կրթությունն ու գիտելիքը։ Ինչ է ազատությունը ձեզ համար։ Իսկ երբևէ մտածել եք, ինչ է ազատությունը։ Ազատությունը կորցրած մարդկանց համար։ Ինչ է կրթությունը ձեզ համար։ Գնահատում եք կրթության ձեր իրավունքը։ Օգտագործում եք այդ իրավունքը ինչպես որ պետք է։ Արդյոք չենք թերագնահատում մենք կրթության դերը մեր կյանքում։ Իսկ ինչ կփոխի կրթությունը մեր կյանքում, եթե մենք կրթությունը ընկալենք ոչ թե պարտավորվածություն, այլ հնարավորություն։ Գիտեք, որ Հայաստանում 2022 թվականին կրթության մասին օրենքում փոփոխություն եղավ եւ 19 տարեկանից բարձր բանտարկյալները եւս ստացան հնարավորություն հանրակրթական կրթություն ստանալու։ Այսինքն նրանք, ովքեր հանրակրթական կրթությունը չեն հասցրել ավարտեն, հնարավորությունն է ստանալու կրթություն բանտային պայմաններում։ Բուն TV ես վիդեոն նայելուց հետո հասկացա, որ շատերս չենք գնահատում կրթություն ինչպես որ հարկն է։ Կրթությունը այդ թրենդ չի, դա պարտավորություն չի, դա պետք է հասկանանք, որ հնարավորություն է։ Գուցե պաթետիկ հնչի, բայց լուսավորություն է ու կրթություն ասելով միայն բարձրագույն կրթության մասին չի խոսք։ Այս տեսանյութում ես օգտագործել եմ կադրեր Բուն TV կրթությունն ազատությունը փոքրիկ ֆիլմից, որը խորհուրդ եմ տալիս դիտել։ Հեղինակը ներկայ է գտնվել Արմավիր քրեակատարողական հիմնարկում բանտարկյալների հայոց լեզվի դասին, որտեղ շարադրություն էր տրված գրելու ինչ է ազատությունը վերնագրով։ Կխնդրեմ նաև այս վիդեոյի մեկնաբանություններում գրեք, թե ինչ է ազատությունը ձեզ համար, ինչ է կրթությունը ձեզ համար։